Շարունակում ենք համակարգված կերպով ոչնչացնել միջուկային թիրախները։ Իսրայելը վտանգի է ենթարկում իր գոյությունը Իրանի դեմ իր գործողություններով։ Ամերիկան միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել եւ հարձակվել մեր երկրի վրա։ Իրանը չի հաղթում այս պատերազմում, նրանք պետք է անմիջապես խոսեն, քանի դեռ շատ ուշ չէ։ Իսրայելի վարչապետը Իրանի դեմ հարձակումները հիմնավորեց Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը չեզոքացնելու անհրաժեշտությամբ։ Սպառնալիք կար, թե հարձակումը Իրանին վնասներ պատճառելու, Գազայում ավերածություններից ու սպանություններից աշխարհի ուշադրությունը շեղելու նպատակ ուներ։ Ցանկացած պետություն, որը հետապնդում է աշխարհաքաղաքական նկարտումներ, միշտ կարող է իր համար փնտրել պայմանական սպառնալիքներ եւ այդ առումով մոտիվացնել այն նախահարձակումները կամ անմիջական գրոհը, որը որ տվյալ դեպքում կարող է տեղի ունենալ։ Կարճ ժամանակ առաջ Իսրայելը սկսեց Գազայում պատերազմական գործողություններ, որը ըստ էության ուղեկցվեց նաև էսկալացիայով, պատերազմական գործողություն տեղափոխվեցին նաև Լիբանանի տարածք, մինչ օրս նաև բարբերաբար շարունակվում են Եմենի նկատմամբ, մասնավորապես հութիների, այսպես ասած, արձակված հրթիռների եւ հութիական հակաիսրայելական խոսույթի դեմ նաև հողի վրա ռազմի դաշտում, այսպես ասած, ճնշումների ուղեկցությամբ, որոնց պայմանական ասած աջակցում էր նաև Իրանը, հաշվի առնելով երկու երկրների միջև, այսինքն Իսրայելի եւ Իրանի միջև եղած խորքային տարաձայնությունները, որոնք ժամանակի առումով տարբեր ուրեմն իրողությունները հաշվի առնելով վերաճում են շատ հաճախ ռազմական կամ մինչև ռազմական իրողությունները առճակատման։ Ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածեց Իրանի միջուկային օբյեկտներին, եթե տեղյակ էր, որ միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները տեղափոխվել են անվտանգ այլ վայրեր։ Հասցված վնասի մասին տեղեկատվությունը շատ հակասական է։ Կարծում եմ, որ Իրանը ելնելով այն ընդհանուր իր ունեցած պատկերացումներից քաղաքականության, տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների եւ առհասարակ պատմական փորձից ելնելով հավանաբար ունեցել է նաեւ այսպես ասած պլան B, որը ենթադրել է մինչև պլան A-ի իրականացումը տարհանել այն ամբողջ պաշարը, որով որ ինքը կարող էր շարունակել իր միջուկային ծրագիրը, այսպես ասած, որը իրանական կողմի հայտարարմամբ ամենևին սպառնալիք չէ եւ համապատասխանում է համամարտկային միջուկային ծրագիրը որպես նյութական եւ էներգետիկ ոլորտի զարգացման, այսպես ասած, կոմպոնենտ այս կամ այն պետության համար ձեռք բերելու համար։ Ինչ էր ուզում ցույց տալ Իրանը ամերիկյան ռազմաբազաներին հարվածներ հասցնելով։ Իրանը ամերիկյան հարվածին շատ հետաքրքիր կերպով պատասխանեց, բառամթերքը նկատի ունեմ, ասաց, որ ամերիկյան հարձակման համար պատասխանատու է Իսրայելը։ Այսինքն, այստեղ խնդիրը նորից Իրանը ոչ նաև ենթագիտակցորեն, այլ գիտակցաբար տեղափոխում է Իսրայելի հարթակ ցույց տալով, որ ինքը ԱՄՆ-ի հետ չունի խնդիր։ Այսինքն մինչև գոնե հայտնի այս դեպքերը ԱՄՆ-ի հետ կային ինչ-որ երկխոսության նման ինչ-որ մի բան եւ միևնույն ժամանակ Իսրայելին դրեց շատ ավելի քաղաքական առումով շատ բարդ իրավիճակի մեջ։ Այստեղ կան շատ հետաքրքիր ավելի բաներ, այսպես ասած վիճակագրական տվյալներ, երկրագիտական տվյալներ, պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ վերջիվերջո մենք գործ ունենք բազմամիլիոնոց երկրի հետ, 90 միլիոն, եթե ոչ ավել, եւ հսկայական մակերես ունեցող պետության հետ, որը ունի ավանդույթներ, նաեւ տարածաշրջանում հանդիսանում աշխարհական գործոն, Հայաստանի Հանրապետության բարեկամ պետություն, որը նաեւ ինչ որ առումով երաշխիք է մեր հարավային սահմանների համատեղ ընկալման անվտանգությանը, եւ այս առումով պետք է նաեւ զուգահեռ անցկացնենք, թե Իսրայելը ընդհանրապես ինչ ռեսուրս ունի եւ ինչպես է կարողանում իր ռեսուրսը օգտագործել։ Անգլերեն մի բառ կա, ձևակերպում այս դեպքում կոչվում է face saving, այսինքն փրկել երեսը, եւ այս առումով ես կարծում եմ, որ Իսրայելը կանգնած է նման խնդրի առջև, ինչպես այս ամեն ինչը կապիտալիզացնել, երբ որ իրականում ռազմավարական խնդիրները մեծ հաշվով բախվել են մարտավարական խնդիրների, այսպես ասած, ոչ ամբողջական իրականացմանը։ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու օրինագիծը։ Թրամփը հայտարարում է, թե Իրանը երբեք միջուկային էներգիա չի ունենա։ Իսրայելում հայտարարում են, թե Իրանի դեմ ռազմական արշավը չի ավարտվել։ Նոր բախում կլինի։
Իրանը առհասարակ մինչև ՄԱԳԱՏԷ-ն եւ մինչև ԱՄՆ-ն էլի հարց հայտարարել է, որ ինքը միջուկային զենքի չի ձգտում եւ այն ինչ անում է մինչև հիմա անում է զուտ խաղաղ պայմաններով միջուկային էներգիան օգտագործելու նպատակով։ Ես նորից վերահաստատեմ իմ պատկերացմամբ եւ նաեւ փորձագիտական տարբեր տեղեկատվությունը համադրելով դժվար է ասել, որ այս հակամարտությունը ավարտվել է։ Ավարտվել է սրա ռազմական գործողությունների մի հատվածը, մի փուլը, բայց մենք պետք է լավատես լինենք, հույս ունենալով, որ հարցը ունի բացառապես քաղաքական որոշման հնարավորություն եւ վերջնական, այսպես ասած, լուծում, որին պետք է, այսպես ասած, սպասենք, որովհետեւ այլ դեպքում սա բերում է ամբողջ տարածաշրջանի համար խորքային մարտահրավերներին առճակատում, որից որևէ պետություն երաշխավորված չէ, որ այդուհետև կունենա անվտանգ եւ կայուն, այսպես ասած, միջավայր։ Իսրայելա-իրանական պատերազմի օրերին տեսակետ էր հնչում, որ եթե այն շարունակվի եւ ընդլայնվի, Ադրբեջանն առիթից օգտվելով Հայաստանի դեմ կարող է ռազմական ագրեսիա սկսել։ Վտանգը նվազել է։ Արցախը որպես աշխարհակահաղական գործոն Ադրբեջանի համար ամբողջական է Սյունիքի այդ Զանգեզուրյան, այսպես կոչված Միջանցքի արկայության պարագայում, որովհետև դա ամփոփում է գլոբալ առումով այդ պան-թուրքիստական կամ եթե կուզեք նաև շատ ավելի խորը այդ ընդհանուր թուրքալեզու ժողովուրդների ներկայիս նկատի ունեմ օրակարգով միավորելու տրամաբանական աշխարհակահաղական իրենց նկարտումները, բայց բնականաբար մեզ անմիջական սպառնալիք եւ մեր մեծ հաշվով սուբյեկտայնությանը լուրջ խոչընդոտ հանդիսացող հայեցակարգը։ Եվ այս իմաստով այո, սպառնալիքը մնում է շարունակական եւ մի կարևոր հանգամանք է, եկեք չմոռանանք, որ մենք մինչեւ օրս 44 օրյա պատերազմից հետո չունենք փաստացի խաղաղություն։ Կա իրավական շրջանակներում արծարծվող եւ դրա արտացոլված, այսպես ասած, խաղաղ համագոյակցության, բայց ոչ խաղաղություն, խաղաղ համագոյակցության արկայությունը, որը իդեպ բարբերաբար ուղեկցվում է նաև գնդակոծությամբ, ադրբեջանական կողմից Սյունիքի ուղղությամբ եւ մյուս հանգամանքը, որը դարձյալ մտնում է ասացից տրամաբանության մեջ, այն փաստն է, որ փաստացի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում են ադրբեջանական զորամիավորումներ, որոնց դուրսբերման մասին որևէ մինչ օրս խոսակցություն չկա։ Եվ ի վերջո Բաքվում դատական ֆարսի ներքո գտնվող մեր պատանդառու հայրենակիցները, որոնք որպես վաղուց բարի կամքի ժեստ այն կողմից, տվյալ դեպքում ադրբեջանական, ով ուզում է իրական խաղաղություն, պետք է համապատասխան լուծում գտնեին եւ ետ վերադարձվեին Հայաստան։ Մինչև օրս դա էլ չկա։ Այսինքն կան խնդիրներ, որոնք ամենևին չեն խոսում այն բանի մասին, որ այդ խաղաղությունը փաստացի պետք է ամրագրվի իրավական առումով այն իրողությունները հաշվի առնելով, որ ի վերջո խաղաղությունը ստորագրվում է պայմանական ասած հավասարը հավասարի միջև։